մարդկանց խաբելու սահմաններ կան։ Եվ եթե մեկին կարող են խաբել մեկ անգամ, մեկ թեմայով, բայց մոտավորապես 660,000 քաղաքացու անդադ խաբել, անդադ նույն թեմայի մեջ խաբել, իհարկե սա խոսում է նրա մասին, որ ներկա այս վարչախումբը վարում է բացառիկ հակաժողովրդական քաղաքականություն, եւ այդ բացառիկ հակաժողովրդական քաղաքականության որքան եւ որ ցավալի է, բայց դրա սայրը, դրա վեկտորի ուժը ուղղված է ամենաանպաշտպան խավի դեմ։ Ամենաանպաշտպան։ Դες ընդհանրապես մի բան ասեմ, այդ հետ վճարը որ թմկահարում են, չէ՞, առանձին պաշտոնյաներ կան, բավականին ցինիկ ձևով, բավականին ցինիկ եւ արտահայտչան միջոցներով եւ իրենց այդ մտավոր արտաթորանքով նրանք պարզապես ծաղրում են տարեցներին։ Այո, սա ծաղր է։ Եվ պետությունը ունենալով բյուջետային պլանավորման եւ պարտավորություն եւ հնարավորություն, չէ՞, նրանք դա պլանավորում են եւ այդ պլանավորումը կախում են այս մարդկանց վզից։ Բա գնացեք արտերեն տարածքներում վազքով այս ընդհանրենք վաճառքների մասնակցեք, գնումներ կատարեք, եսի միջեր կատարեք եւ եկեք սպասեք, որ ենթադրենք 3000 կամ 4000 դրամ բարձրանալու է ձեր թոշակը։ Իհարկե այս խարդավանքել չի։ Սա ցինիկություն է, որովհետեւ ես ընդհանրապես մեկ բան եմ ասում։ Եթե պետական բյուջեում նախատեսված է, որ հետվճարի հետ կապված քաղաքացիներին մոտավոր միջինացված արդեն նախորդ տարվա տվյալներից ելնելով գիտեն որքան գումար է ենթադրենք վճարվելու քաղաքացիներին, չէ՞։ Միգուցե առավել ճիշտ կներ այդ գումարը պարզապես մի որոշ տրանզիտ հաշվի վրա պահել եւ 12 ամսվա ընթացքում ամիս մարդկանց այս գումարները վճարել թոշակների հետ միասին։ Խնդիրը նաեւ ինչի մեջ է, դրա մասին համարյա ոչ ոք չի խոսում, բայց այս հետ վճար process-ը ինքը դարձել է տնտեսական չարիք։ Հիմա կբացատրեմ խնդիրը որն է։ Երբ որ այդ երկրում, որտեղ որ հետ վճարի համակարգ է ներդրվում, կոնկրետ Հայաստանի օրինակը բերենք, եթե ապրանքային բոլոր խմբերում, մոտավորապես 85-90%-ի այսպես սահմաններում իրականացվում է մակնանշում, այսինքն շուկա մտնող արտադրությունից կամ ծառայությունից ենթադրենք շուկա մտնող ամբողջ ապրանքը մակնանշված է, չէ՞։ Այո։ Եվ եթե կա ՀԴՄ-ների օգտագործման կանոնների խախտումների հետ կապված նվազում, այսինքն ստվերը նահանջել է Հայաստանում մոտավորապես 5-ից 7% է արդեն կազմում։ Իմաստը որն է, որ այդ 502,000 թոշակառուները կատարեն ՀԴՄ-ի ընդհանրենք ստուգման, այսպես ասած, տեսուչի ֆունկցիաներ։ Իհարկե, սա անիմաստ է, եթե պետության մեջ արդեն տնտեսությունը, ծառայությունները եւ վաճառքները թափանցիկ են իրենց մեծամասնությամբ, արդեն 85%-ի կամ 90%-ի են ցկտում, չէ՞։ Պետությունը պիտի ծախս չկատարի հետ վճարի վրա։ Պետությունը պետք է բավարարվի իր մոտ եղած այդ հարկային վարչության գործիքներով ընդամենը։ Այս խեղճ մարդկանց, չեն ուզում ասել, բայց այս խեղճ մարդկանց օգտագործում է պարզապես որպես մի ստուգողական մակարդակ, մի ստուգողական, այսպես լծակ չասեմ, բայց ստուգողական պարտականությունով խավ։ Այս մարդիկ ինչ մեղք ունեն։ Այն մարդ փողը կա, չէ, այս մարդկանց տալու եք, պլանավորում ինչի համար է։ Այս մարդիկ պլանավորման մասին փաստորեն եւ տեղեկություն չունեն, որ նման գիտություն կա, տնտեսագիտության մեջ նման կատեգորիաներ կան։ Բայց թող գնան կտենանք, չէ, այդպես չպետք է լինի։ Պետք է լինի հստակ պլանավորում, եւ ես ձեզ ասում եմ, որ իմ կարծիքով առնվազն հաջորդ տարի կամ մյուս տարի այս հետվճարի ինստիտուտը վերացվելու է, որովհետեւ պետության վրա կոնկրետ հիմա դա նստում է հետվճարը մի 45 միլիարդ է նստելու արդեն իսկ, չէ՞,
Այսինքն պետությունն է վճարելու Այո, բյուջեից այդ հետ վճարի պետությունն է գումարը, պարոն վճարելու։ Կոմենդատյան։ Հիմա մենք կարող ենք ասել, բայց ո՞նց է լինում, որ ընդհանուր առանձին առևտրային ցանցեր հետ վճարներ են կազմակերպում, օրինակ բանկեր են հետ վճարներ կամ դա տնտեսության վարման եղանակներ են, ձևեր են, օրինակ եվրոպական շատ երկրներում կան այդ հետ վճարները ովքեր են վճարում, տնտեսվարողները մրցակցություն զարգացնելու, մրցակցության մեջ իրենց տեղը ամրապնդելու համար բանկերն են վճարում, բանկերը վճարում, որովհետեւ հաճախորդների նոր քանակ, նոր խավեր ներգրավեն։ Հիմա մենք բերել ենք պետության մեջ ինչ ենք ստեղծում, մենք արհեստական լարվածություն է ստեղծել այս իշխանությունները, սրանք բացահայտ կերպով քաղաքացիներին ի հակառակ են գնում։ Գիտեն, որ թոշակառուն, իր ընդհանրենք կյանքի պայմաններից ելնելով, առողջական վիճակի պայմաններից ելնելով, գտնվելով բավականին վատ վիճակում, այս մարդկանց ասում են, բա 10,000 դրամ ընդհանրենք հետ վճար կլինի կստանա, ստում են։ Եթե միջինացված թոշակը Հայաստան Հանրապետություն 2025 թվականին կազմել է 49,000 դրամ, չէ՞, դա նշանակում է, որ այդ 49-50,000 դրամ ստացողը ոչնչով չպետք է զբաղվի, մի հատ սիթիներում, սթարներում, կայզերներում պիտի ամբողջ օրը առևտրանի եւ դրա դեպքում միայն երբ որ 49,000 ինքը կսպառի առևտրային տարածքներում կարող է մոտ 9,000-ի կարգի ստանալ հետ վճար։ Բայց դրա փոխարեն մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք այդ 10,000-ը, չէ, որ դուք գիտեք, որ տեսական հնարավորություն կա։ Իհարկե, այստեղ խնդիր կա նաև կոմունալների վճարման հետ կապված, տրանսպորտի հետ կապված, վարձերի հետ կապված, հետադեմ պետական վճարումների հետ կապված, դեղերի հետ կապված, դեղերի։ Հիմա էլ այս իշխանությունները կոնկրետ 3 կարծեմ, այս վարչախմբի ղեկավարը հայտարարում է, բա 100 միլիարդավոր դրամներ ձեզ տալիս ենք ապահովագրության մեջ։ Միգուցե այդ հաշվարկները նորից կատարեք։ Այդ գումարները դուք չեք տալիս։ Այդ գումարների զգալի մասը պետվճարի ինստիտուտի մեջ կար եւ հանգիստ գործում էր մոտավորապես մի 10 տարուց ավել։ Այլ բան է, որ խախտումներ կային, այլ բան է, որ չարաշահումներ կան, այդ չարաշահումներ կան, այդ բացահայտեք, բայց այդ 100 միլիարդավոր այդ խոստումները դա պետպատվերի համակարգով այդ նույն գումարները կան։ Պարզապես հիմա մոտավորապես 50 միլիարդ դրամի կարգի, չէ, մարդկանց վրա նոր հարկ դրեցին։